Իմ անունը Աառոմի Շարմա է, ես 24 տարեկան եմ։ Մանկությունից ես ապրում էի խորթ մորս հետ, մի կնոջ, որը սառն էր, հաշվենկատ և զարմանալիորեն պրագմատիկ։ Նա հազվադեպ էր բարձրացնում ձայնը, բայց նրա խոսքերը միշտ հնչում էին որպես դատավճիռ։ Տարեցտարի նա կրկնում էր նույնը, կարծես դա տպելով իմ հիշողության մեջ։ Երբեք մի ամուսնացիր աղքատ տղամարդու հետ։ Քեզ պետք չէ սերը, քեզ պետք է հանգիստ և ապահով կյանք։ Այդ ժամանակ ես կարծում էի, որ դա պարզապես դառը իմաստություն է, չափազանց շատ բան տեսած կնոջ համար։ Ինձ թվում էր, որ նա պարզապես վախենում է աղքատությունից, վախենում է իր սխալները կրկնելուց։ Ես սխալվում էի։ Եվ ես դա հասկացա այն օրը, երբ նա ստիպեց ինձ ամուսնանալ հաշմանդամ տղամարդու հետ։ Նրա անունը Արվավ Մահլոտա էր, երկրի ամենաազդեցիկ և հարուստ ընտանիքներից մեկի միակ ժառանգը։ Նրանց ազգանունը հնչում էր ամենուր՝ բիզնես նորություններում, բարեգործական երեկոներին, այն մարդկանց շշուկներում, ովքեր երազում էին մոտենալ այդ աշխարհին։ Ընտանիքն ուներ հսկայական կորպորացիաներ, քաղաքական կապեր և իշխանություն, որը տարածվում էր բիզնեսի սահմաններից շատ հեռու։ 5 տարի առաջ Արվավը լուրջ ավտովթարի էր ենթարկվել։ Պաշտոնական վարկածով հենց այդ վթարն էր նրան գամել անվասայլակին։ Այս ժամանակից նա գրեթե չէր հայտնվում հանրության մեջ, խուսափում էր աշխարհիկ միջոցառումներից և ապրում էր մեկուսացած կյանքով։ Նրա շուրջ մութ և հակասական լուրեր էին պտտվում։ Ասում էին, որ նա սառն է դարձել, ասում էին, որ նա կոպիտ է մարդկանց նկատմամբ, ասում էին, որ նա այլևս չի վստահում կանանց, բայց ես ընտրելու իրավունք չունեի։ Հորս պարտքերի պատճառով խորթ մայրս մի օր ինձ կանչեց հյուրասենյակ։ Նրա ձայնը մեղմ էր, գրեթե քնքուշ, և դա ավելի սարսափելի էր դարձնում իրավիճակը։ Եթե դու ամուսնանաս Արվավի հետ, բան կչի խլի մեր տունը։ Նա փոքրիկ դադար տվեց և կամաց ավելացրեց. «Խնդրում եմ, արա դա հորդ համար»։ Ես ցավից կծկեցի շուրթերս և դանդաղ գլխով արեցի, բայց խորքում ես գիտեի ճշմարտությունը։ Սա զոհաբերություն չէր, սա նվաստացում էր։ Հարսանիքը կազմակերպված էր շատ շքեղ, արարողությունը տեղի էր ունենում հին կալվածքում, որը վերածվել էր գրեթե իսկական պալատի։ Ամեն օր ոսկու փայլ էր, ծաղիկներ և լույսեր։ Ինձ վրա ծանր կարմիր սարի էր, նուրբ ոսկեգույն, ասեղնագործությամբ։ Բոլորը հիացած նայում էին Հարսին, իսկ ներսում ես դատարկ էի։ Փեսան նստած էր անվասայլակում։ Նրա դեմքը կարծես մարմարից կերտված լիներ, գեղեցիկ, բայց սառը և անթափանց։ Նա չէր ժպտում, գրեթե չէր խոսում, միայն նրա աչքերը՝ խորը, մութ, անհասկանալի։ Նրանք անընդհատ հետևում էին ինձ։ Գիշերը հարսանեկան էր։ Ես մտա սենյակ, փորձելով հավասար շնչել, թեև սիրտս շատ արագ էր բաբախում։ Սենյակում վառվում էին մոմեր, որոնց մեղմ լույսը ընկնում էր պատերի և նրա դեմքի վրա, նրան ավելի խիստ դարձնելով։ Արվավը դեռ նստած էր աթոռին։ Ես նյարդայնացած սեղմեցի մատներս։ «Թույլ տվեք, ես կօգնեմ ձեզ պառկել», կամաց ասացի ես, և ձայնս դավաճանաբար դողաց։ Նա հազիվ նկատելի սեղմեց շուրթերը։ «Պետք չէ, ես ինքս կհաղթահարեմ»։ Ես արդեն պատրաստվում էի հետ քաշվել, երբ հանկարծ նկատեցի, որ նրա մարմինը կտրուկ լարվեց, կարծես նա կորցնում էր հավասարակշռությունը։ Բնազդս գործեց։ Ես նետվեցի առաջ, զգույշ, բայց ուշ էր։ Մենք միասին ընկանք հատակին։ Խուլ հարվածը արձագանքեց լուռ սենյակում։ Նրա մկանները իմ ափերի տակ լարված էին, չափազանց լարված մարդու համար, ով իբր չէր կարող շարժվել։ Նրա մարմինը անշարժ չէր և անուշ, ինչպես ես սպասում էի, այն կենդանի էր, ուժեղ։ Դանդաղ, շատ դանդաղ ես բարձրացրի աչքերս և հանդիպեցի նրա հայացքին։ Այդ մութ աչքերում այլևս սառը անտարբերություն չկար։ Դրանց մեջ ինչ-որ սուր, ուշադիր, զգուշավոր բան փայլեց։ Ես նստեցի հատակին, նրա կողքին, հայացքս չկտրելով նրանից։ Սենյակում ծանր լռություն տիրեց։ «Դուք ամբողջությամբ հաշմանդամ չեք», շշնջացի ես։ Վերջապես նա կամաց ասաց. «Ոչ ամբողջությամբ»։ Ես կտրուկ շունչ քաշեցի։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ 5 տարի առաջ ես իսկապես գամված էի անկողնուն։ Սիրտս ցնցվեց։ Նա շարունակեց. «Վթարից հետո ես գրեթե 1 տարի չէի կարողանում քայլել։
Բժիշկները երաշխիք չէին տալիս։ Ընտանիքս պատրաստվում էր վատագույնին։ Նրա ձայնը հավասար էր, բայց մեջը հին ցավ կար։ Բայց ես վերականգնվեցի։ Ես թարթեցի աչքերս։ Ամբողջով։ Նա թեթև ժպտաց, առանց ուրախության։ Գրեթե։ Ես նորմալ եմ քայլում։ Երբեմն թուլություն կա, բայց դա մանրուք է։ Սենյակը կարծես թեքվեց։ Բոլոր լուրերը, բոլոր խոսակցությունները, այս ամենը սուտ էր։ Այդ դեպքում ձայնս դողաց։ Ինչու էր այս ամենը։ Նրա հայացքը կոշտացավ, որովհետև ահռոհի, կամաց ասաց նա, երբ մարդիկ կարծում են, որ դու կոտրված ես, նրանք ցույց են տալիս իրենց իրական դեմքը։ Մաշկիս վրա սարսուռ անցավ։ Նա շարունակեց, արդեն հեռուն նայելով. Վթարից հետո իմ կողքին մնացին միայն նրանք, որոնց իսկապես ես պետք էի, այլ ոչ թե իմ ազգանունը։ Ես դանդաղ շարժեցի գլուխս, բայց ամուսնությունը, ինչու էր պետք այդքան հեռուն գնալ։ Այս անգամ նա ուղիղ նայեց ինձ, երկար, ուշադիր։ Այստեղ է սկսվում ամենահետաքրքիր մասը, կամաց ասաց նա։ Սիրտս նորից արագացավ։ Քո խորթ մայրը ինքն է դիմել իմ ընտանիքին։ Ես քարացա։ Ինչ։ Նա շատ համառորեն առաջարկում էր այս միությունը, շատ համառորեն։ Կրծքիս մեջ տհաճ ցավ զգացի։ Եվ դուք համաձայնել եք։ Նա գլխով արեց։ Ես ուզում էի տեսնել, կամաց ասաց նա, թե ում են այդքան հուսահատ փորձում վաճառել ինձ։ Ես կտրուկ շրջվեցի։ Պարզ է, խուլ ասացի ես։ Այսինքն ձեզ համար սա փորձ էր։ Մի քանի վայրկյան նա լռեց։ Սկզբում, այո, այս խոստովանությունը ցավեցրեց, բայց նա հանկարծ ավելացրեց. բայց այսօր ամեն ինչ փոխվեց։ Ես դանդաղ շրջվեցի։ Նրա հայացքը այլ էր, ավելի տաք, ավելի ուշադիր։ Դու առանց մտածելու նետվեցիր ինձ օգնության, կամաց ասաց նա, չնայած կարող էր պարզապես ծառաներին կանչել։ Ես շփոթվեցի։ Դա պարզապես բնազդ էր։ Ոչ, մեղմ առարկեց նա, դա բնավորություն է։ Սիրտս տարօրինակ կերպով դողաց։ Ես շտապ կանգնեցի, փորձելով վերականգնել ինքնատիրապետումս։ Ամեն դեպքում ասացի ես, փորձելով խոսել հավասար ձայնով։ Հիմա ես գիտեմ ճշմարտությունը։ Նա նույնպես կանգնեց։ Եվ հենց այդ պահին ես նորից քարացա, որովհետև նա կանգնած էր, բարձրահասակ, ուղիղ, վստահ։ Ոչ մի աթոռ, ոչ մի թուլություն։ Նա մեկ քայլ մոտեցավ ինձ, հետո ևս մեկ։ Յուրաքանչյուր նրա քայլը արձագանքում էր իմ կրծքի տակ ինչ-որ տեղ։ Նա կանգնեց շատ մոտ, չափազանց մոտ։ Եվ ինչ ես պատրաստվում անել այդ ճշմարտության հետ, սա ահռոհի, կամաց հարցրեց նա։ Ես կուլ տվեցի կոկորդիս խրված հանգույցը, գլխումս մտքեր էին պտտվում։ Ասել խորթ մորը, փախչել, ձևացնել, թե ոչինչ չեմ նկատել։ Բայց փոխարենը հանկարծ լսեցի իմ սեփական ձայնը ներսից։ Իսկ ինչ եք ուզում, որ ես անեմ։ Նրա աչքերում զարմանք փայլեց, հետո թույլ հազիվ նկատելի ժպիտ։ Առաջինը, խելացի հարց, կամաց ասաց նա։ Նա փոքր-ինչ կռացավ, եւ ձայնը գրեթե շշուկ դարձավ։ Ես առաջարկում եմ գործարք, ահառոյի շարմա։ Սիրտս կարծես նորից արագացավ։ Ինչ գործարք, հարցրեցի ես։ Նա ուղիղ նայեց աչքերիս մեջ։ Դու պահպանում ես իմ գաղտնիքը, դանդաղ ասաց նա։ Իսկ ես։ Նա դադար տվեց եւ ավարտեց հանգիստ, բայց ծանր։ Օգնում եմ քեզ հասկանալ, թե իրականում ինչի մեջ է ներքաշվել քո խորթ մայրը։ Սարսուռ անցավ մեջքովս, որովհետև այդ պահին առաջին անգամ ես հասկացա, իմ պարտադրված ամուսնությունը միայն սկիզբն է, եւ իսկական ճշմարտությունը դեռ առջևում է։ Ես երկար ժամանակ չպատասխանեցի։ Արվավի խոսքերը ծանր ու անհանգստացնող կախված էին օդում։ Մոմերի մեղմ լույսով լուսավորված սենյակը հանկարծ օտար թվաց, չափազանց լուռ, չափազանց լարված։ Գործարք, դանդաղ կրկնեցի ես։ Նա հայացքը չշեղեց։ Այո, եւ հավատա ինձ, կամաց ավելացրեց նա, այն ավելի շահավետ է, քան դու կարծում ես։ Ես ձեռքերս խաչեցի կրծքիս վրա, ավելի շատ պաշտպանական շարժումով, քան վստահությամբ։ Որտեղից գիտեք, որ ես ընդհանրապես ուզում եմ ներգրավել այս ամենում։ Մի պահ նրա աչքերում ստվեր անցավ, կարծես նա սպասում էր այս հարցին։ Որովհետև դու արդեն ներսում ես, ահռոհի, հանգիստ ասաց նա, պարզապես դեռ չես հասկանում, որքան խորը։
Այս խոսքերը տհաճորեն ցավ պատճառեցին։ Ես շրջվեցի դեպի պատուհանը, ապակուց դուրս մութ, լուռ գիշեր էր, կարծես ամբողջ աշխարհը սպասում էր իմ որոշմանը։ Գլխումս հայտնվեցին վերջին ամիսների դրվագները, խորթ մորս տարօրինակ շտապողականությունը, նրա նյարդային հեռախոսազրույցները և թեթևացած հայացքը, երբ ես համաձայնեցի ամուսնությանը։ Ես դանդաղ արտաշնչեցի. «Ինչ գիտեք իմ խորթմոր մասին», հարցրեցի ես չշրջվելով։ Իմ ետևում լսվեցին նրա քայլերը, վստահ, բայց լուռ։ «Բավական, որպեսզի զգուշանաս», պատասխանեց նա։ Ես կտրուկ շրջվեցի։ Դա պատասխան չէ։ Նա թեթևակի գլուխը թեքեց, ընդունելով իմ իրավացիությունը։ «Լավ, այդ դեպքում լսիր ուշադիր»։ Նա մոտեցավ փոքր սեղանին, վերցրեց բարակ թղթապանակը և մեկնեց ինձ։ Մատներս դողացին, երբ բացեցի այն։ Ներսում տպված փաստաթղթեր էին, փոխանցումներ, լուսանկարներ։ Սիրտս կարծես ընկավ ներքև։ Մի փաստաթղթի վրա խորթ մորս անունն էր, կողքին մեծ գումարներ, չափազանց մեծ գումարներ։ «Սա ի՞նչ է», շշնջացի ես, ձայնս դավաճանաբար դողաց։ Արվավը խոսում էր հանգիստ, գրեթե մեղմ, բայց յուրաքանչյուր բառ հարվածում էր ուղիղ նպատակին։ Վերջին 1 տարվա ընթացքում քո խորթ մայրը ստացել է մի քանի փոխանցումներ կեղծ ընկերությունների միջոցով։ Աղբյուրը օֆշորային հաշիվներ են, որոնք կապված են մարդկանց հետ, որոնց իմ ընտանիքը մեղմ ասած չի համարում վստահելի գործընկերներ։ Ես նայեցի թղթերին, տողերը մշուշվում էին։ «Ոչ», շշնջացի ես, «պետք է բացատրություն լինի»։ «Հնարավոր է», գլխով արեց նա, «հենց այդ պատճառով էլ ես հապճեպ եզրակացություններ չեմ արել»։ Ես դանդաղ նստեցի մահճակալի եզրին, կրծքիս մեջ ծանրություն էր աճում։ «Եվ դուք կարծում եք», կուլ տալով շարունակեցի ես, «որ նա ինձ ամուսնացրեց դրա պատճառով»։ Նա չպատասխանեց անմիջապես։ «Կարծում եմ», կամաց ասաց նա, «որ այս ամուսնությունը ինչ-որ մեկին շատ ձեռնտու էր»։ Սենյակում ցուրտ դարձավ, չափազանց ցուրտ։ Ես փակեցի թղթապանակը։ Դանդաղ, զգույշ, կարծես եթե շարժվեմ զգուշորեն, ճշմարտությունը ավելի քիչ սարսափելի կդառնա։ «Ինչ եք ուզում ինձանից», վերջապես հարցրի ես։ Նա մոտեցավ, բայց այս անգամ կանգնեց հարգալից հեռավորության վրա։ «Ճշմարտություն», պարզապես ասաց նա, «և համագործակցություն»։ Ես բարձրացրեցի աչքերս։ «Իսկ փոխարենը»։ Նրա հայացքը մեղմացավ։ «Ես կօգնեմ քեզ պաշտպանել հորդ և պարզել իրականում ինչ է կատարվում»։ Սիրտս կարծես իմ ներսում ցավեց։ «Հայրս, եթե այս ամենը ճիշտ է»։ Ես երկար լռեցի, շատ երկար։ Հետո դանդաղ գլխով արեցի։ «Լավ», կամաց ասացի ես մասնակցում եմ։ Հաջորդ շաբաթները փոխեցին իմ կյանքը։ Մենք խաղում էինք դերեր, ծառաների առաջ, ընտանիքի առաջ, ամբողջ աշխարհի առաջ։ Բոլորի համար Արվավ Մարհոտրան մնում էր սառը ժառանգ, անվասայլակում, իսկ ես հնազանդ երիտասարդ կին։ Բայց փակ դռների ետևում ամեն ինչ այլ էր։ Ես ճանաչեցի նրան նոր կողմից։ Նա ոչ դաժան էր, ոչ կոպիտ։ Նա զգուշավոր էր, դիտարկող և անսպասելիորեն շատ միայնակ։ Երբեմն մենք ուշ էինք աշխատում, դասավորելով փաստաթղթերը, երբեմն վիճում էինք, երբեմն պարզապես թեյ էինք խմում նրա աշխատասենյակում։ Եվ աննկատ մեր միջև ինչ-որ նուրբ բան սկսեց փոխվել, վտանգավոր, իսկական։ Իրական ճշմարտությունը բացահայտվեց 1 ամիս անց, և այն ավելի վատ էր, քան ես վախենում էի։ Խորթ մայրս իսկապես ներգրավված էր ֆինանսական սխեմայում, բայց ոչ սեփական կամքով։ Նրան շանտաժի էին ենթարկել։ Հորս հին պարտքերը, կեղծ ստորագրությունները, տան կորստի սպառնալիքները, այս ամենը խնամքով կառուցված ծուղակի մասեր։ Այն երեկո, երբ մենք նրան ցույց տվեցինք ապացույցները, նա առաջին անգամ երկար տարիների ընթացքում կոտրված տեսք ուներ։ Նա լաց էր լինում, իրական։ «Ես չէի ուզում», շշնջում էր նա։ «Ես պարզապես փորձում էի ձեզ փրկել»։ Ես լուռ կանգնած էի, ներսում խառնվել էին շատ զգացմունքներ՝ զայրույթ, ցավ և տարօրինակ հասկացում։ Արվավը գործեց արագ։ Նրա մարդիկ փակեցին հաշիվները, փաստաթղթերը փոխանցվեցին իրավաբաններին, և մի քանի շաբաթ անց սխեման սկսեց փլուզվել, վտանգը նահանջեց, տունը ապահով էր, հայրս նույնպես։ Ամեն ինչ ավարտվեց հանգիստ։ Հիմա քամին ավելի մեղմ էր թվում, ազատ։ Ես կանգնած էի ճաղավանդակի մոտ,
երբ հետևից լսվեցին ծանոթ քայլերը։ Այսօր շատ լուռ ես, կամաց ասաց Առվավը։ Ես ժպտացի, շուրթերիս ծայրով, պարզապես մտածում եմ, որքան տարօրինակ ստացվեց ամեն ինչ։ Նա կանգնեց կողքիս, ոչ շատ մոտ, բայց նաև ոչ շատ հեռու։ Զղջում ես, հարցրեց նա հանգիստ։ Ես շրջեցի գլուխս, ուղիղ նայեցի նրա մութ աչքերին և առաջին անգամ պատասխանեցի բացարձակ անկեղծ. ոչ, մեր միջև լռությունը դարձավ ջերմ, կենդանի։ Նա դանդաղ արտաշնչեց. այդ դեպքում մի հարց ունեմ քեզ, Առոյի Շարմա։ Սիրտս ինչ-որ կերպ արագացավ։ Ինչ հարց։ Նա մի պահ լռեց։ Այս ամուսնությունը, կամաց ասաց նա, դեռ գործարքի մաս է։ Աշխարհը կարծես կանգ առավ։ Ես երկար նայեցի նրան, շատ երկար, հետո փոքրիկ քայլ արեցի դեպի առաջ։ Դա կախված է, մեղմ ասացի ես։ Նա թեթևակի խոժոռվեց։ Ինչի՞ց։ Ես առաջին անգամ թույլ տվեցի ինձ իսկական ժպիտ, ջերմ, բաց։ Այն բանից, կամաց պատասխանեցի ես։ Պատրաստ եք արդյոք վերջապես դադարել ձևացնել։ Նրա աչքերում ինչ-որ պայծառ բան բռնկվեց։ Կենդանի, իսկական։ Եվ առաջին անգամ այդ գիշերվանից հետո ես տեսա, թե ինչպես է քանդվում նրա կատարելապես կառուցված պաշտպանությունը։ Նա դանդաղ մեկնեց ձեռքը, ոչ թե որպես խաղի մաս, ոչ թե որպես գործարքի տարր, այլ իրական։ Ես նայեցի նրա ափին և իմ ձեռքը դրեցի նրա ձեռքի մեջ։ Պատմությունից հետևություն, որ երբեմն ամենապարտադրված ամուսնությունները կարող են դառնալ ամենամեծ սիրո սկիզբ։